Շատերը մտածում են, ինչ կարևոր է բարեգործություն անեմ։ Նայեք սիրելիներ, Աստված ես շատ դաժան մարդ եմ եղել անհավատ վախտս, ուշադիր լսեք։ Այնքան դաժան եմ եղել, որ մի հատ կաստիլավոր մարդ տենում էի, շրջանցում էի սենց, որ այդ մարդի հոտը բանը վրեժ չընկնի, զզվում էի հին մարդից, բայց Աստված սովորացրեց, նոր հավատքի եկել, համասանից տուն է եթում, մի հատ տեղ կա, որ սենց դիք պտի պարսանամ, մեկ էլ տենամ հերվից երիմա, մի հատ մուրուքով մարդ եթում է, իմ պատկերացեք այդ մուրուքով մարդը ստեղ ակայնած, ու սենց դքի վրա է, ես որպիսի տրամոտով անսեմ, սենց եմ եթում, շրջանցում եմ, որ մոտիկ չետամ, ես են շրջանցի, հասաստեղ, հավատացյալ, նոր սկսեմ հավատքի կալ, հասաստեղ Սուրբ Հոգին ասեց, Հիսուս քո տեղլներ, ինչ կաներ, մի անգամուս կանգ առա, աս Հիսուսին տեղլներ, կեթար կմտներ թևը, այդ դիքը կհաներ, կտաներ միջև տուն, դա ասես կնարա, հիմի կնացի թևը, որ գրկեմ, մեկ էլ մուրուքիս, որ տեսա, պմբուլը, սենց ծորած, հիմի չեմ կարում նայեմ, թևը մտել եմ, բայց չեմ կարում նայեմ, ասում եմ, Հիսուս քո խաթր, օգնի, քո խաթր, բայց թևս չեմ հանում էլի, վախենում եմ Հիսուսից, քո խաթր, մի կերպ հանի վերև, բայց մորուքին չեմ նա, որ պմբուլը որ եկել է, մորուքին է կաղվել է, շատ վատ է, ես մի կերպ դրան հանեցի ուղիղ տեղ, հանեցի, ասի ուզում ես մինչև տուն տանեմ քեզ, ասես չէ, օրհնեց ինձ, ասեց ես կգնամ, մեկ է շուր եկա, որ ասի տենամ ոնց է հետում, շուր եկա տենա չկա, Աստված հրեշտակի միջոցով սովորացնում էր ինձ բարեգործություն, նոր հոգի էի, մի տարի էլ չկար հավատացյալ, հերես տարագետում վերցրեց, տարավ կծեց հիվանդանոց, որ յանը խելրել է, որ թուղթ վերցնեն, որ տանեն համասան տարագետում վերցնեն, գիշերվա չգիտեմ քանիսներ, մի հատ հարփած, հետը վերեն հետ տված, մի ահավոր բիձամարդ բերեցին, հենց պալատը մտցին, առաջի կարավատ ազատ էր, կցին տախտակներ մտցին կողից, որ չգնիցած, թողին կացին, սա ինչքան հիվանդ կար, մի քանի հիվանդ կար, հելան ու թռանտուս, ես էլ հետևներից, հենց հասա թռան մոտ, մեկ էլ Սուրբ Հոգին նորից ասեց, Հիսուսը քո տեղլներ ինչ կաներ, ասի իմ տեղլներ կեթար տախտակ կաներ, կտաներ հիմի մինչև տախտակ հանեցի այդ հոտը, զզումա սիրտը, չեմ կարում տանեմ, վերջը մի կերպ հանեցի, տարա տուալետ, լվացրի, մաքրի, տուալետ նստավ, ինչ որ պետք էր արեցի, ես օրվապես հիշում եմ, տոլմա ունեի թփով փաթաթած, էդ էլ տակցրի, կերցրի, բայց մինչև արեցի, միսս էլ հետը կերա, չեմ ասում հանգիստ եմ արել, վերջը երկարասեմ նման դեպքեր էլ պատահելով, հոգեկան աշխարհս փոխվավ, Հայաստանում ինչքան ծերանոց, ինչքան որփանոց, ինչքան գժանոց կա, սաղ տեղեր եղել եմ, սաղ տեղեր, բանակ գնացել եմ, բանակից փող եմ հավաքել, փող, եկել եմ Հայաստան, գնացել եմ ծերանոց, որփանոց նոր տուն եմ գնացել, բանակ եմ, բանտի մեջ եմ գնացել, բանտ եմ նստել, վիսիլկամ, ընդեղից էլի փող եմ հավքել, եկել եմ էլի Հայաստան, ուտելիք եմ արել ծերանոց, որփանոց, գնացել եմ, նոր գնացել եմ տուն, Աստված սովորացրեց ինձ, եթե փրկված ես, պետք է բարեգործ լինես, սրանք իրար հետ մեկացած է, չփրկված մարդը գութ չունի, խիղճ չունի, պատկերացնում եք, Հայաստանում կան տանիք,
12 երեխա են, հերնումերն է մեռած։ Պատկերացնում եք, ինչքան գուտ պետք է ունենալ։ Եվ դրանց մեծ տղեն դիալեզի տակ է։ Դիալեզի։ Բայց հավատացյալ է։ Ուզում եմ մի հատ հավատացյալ քույրիկի։ Այդ քույրիկն էլ գիտի, որ դիալեզի տակ է։ Բայց այդ քույրիկը չի ասում այդ եղբորը։ Գիտի դիալեզ այսօր կդրվա վաղը մեռնելու է։ Բայց համաձայնում է ամուսնանա դրա հետ։ Ամեն քույրիկ դեն զողություն չի անի։ Ամեն եղբայր դեն զողություն չի անի։ Մարդ կա, որ ձեռը իվալիտ է։ Մենք մի հատ եղբայր ունենք, իվալիտ էր։ Մի հատ առողջ քույրիկ առավ իրան։ Հիմել կայլասկի վրա է, շատ ծանր է, բայց սիրով տանում է։ Ամեն մարդ չի, որ բարեգործ կլինի։ Փրկված մարդիկ բարեգործ են։ Չփրկված մարդիկ բարեգործն էլ 10 փետով էլ տպես չեն անի։ Ես հիշում եմ մեր քուրերից մեկ հիվանդանոց պարկել էր հիվանդանոց, կողքի պալատում մի կին էր պարկած եղել, որովայն ես մասի վրա ծաղկա քյալամի պես ռակը դուս էր տվել։ Բոլոր հարազատները լքեցին, ամուսինը լքեց իրան, բերել էին գցել էին տունը, այդ հիվանդ կնոջ հասցեն այդ քույրիկը բերեց տվեց մեծ երիտասարդական։ Անհավատ կին է, ամուսին լքե, հարազատներ լքեն։ Մինակ աղբերը շաբաթ մեկ, թե քանիս մեկ մի ցելեֆոն, մեծ ցելեֆոնով, տենց սոբրակով բինտ էր բերում կամ բամբակերու բերում, որպեսզի կապեն։ Վերջը վերցեցինք հեռախոսի համարը գնացինք մի ցեն երկիր, շատ ծանր վիճակում էր։ Մենք խոսեցինք իր հետ։ Ինքը ասում էր, ես փող կտամ ինձ հիմնակ ուտելիք սարքեք օրը, բերևաս կարեք, ասինք մենք սաղ ձրի ենք անելու քեզ համար, եւ նույնիսկ քեզ բերեդաչի ենք բերելու։ Եվ ամեն ինչ ձրի արեցինք, անհավատ կին։ Շաբաթ 20 քույրիկ ծառայություն են անում այդ գործում։ Հիշում եմ մի հատ քույրիկ եկավ, հոտը հենց առավ, ուշքի գնաց, կալիդորում ուշքի գնաց, էթումա տուն, լացում է, ողբում ասում է, եթե իմ մայրը լներ, պետք է անեի, թե չէ, ես ինձ սիրտ ես, փոխա ինձ, լացելով ողբալով այդ քույրիկը, բժշկում է սիրտ, եկավ ասես, Պավել եղբարնձի տար, ասի քույրիկ ջան, կարող է վատանաս, չէ, էլ չեմ վատանա, Հիսուս ինձի փոխել է, և իսկապես փոխել էր քույրիկին, ինչ հոգատարություն արեցին, այդ քույրիկը ապաշխարեց, ջրով մկրտեցինք այդ վերքերի մեջ, հոգով մկրտվավ, ես ասեմ տիրոջ առաջ, այդ քույրիկի վերքերը, այդ կնոջ վերքերը, ոնց որ Հիսուսի վերքերը մենք փաթաթենք, ես էլ եմ բերևաս կարել, բերևասկան տևում է 3 ժամ առավոտ, 3 ժամ իրիկուն, մինչև մաքրում էինք, սենց ծաղկակալամի պես, ռակը դուս էր տվել, որովայնի վրա, սարսափելի ցավեր, սարսափելի վիճակ, հոգատարություն արին մեր քույրիկները եղբայրները, սիրելիներ, բարեգործությունը, դա հոգևոր մարդի, նա հավատքի է գալու, նայեք ստեղ, էլի համար կարդամ, ուշադիր լսեք, լսեք, եթե մարդը փրկվում է, նայեք ինչ ալնում, Քանզի Աստծո փրկարար շնորհքը մարդկանց երևցավ, որ մեզ խրատ է ամբարիշտություն, աշխարհային ցանկություն ուրանանք, զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրինք այս աշխարհի մեջ, սպասելով այն երջանիկ հույսին, մեծ Աստծո մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքին երևնալու, որ իր անձը մեզի համար տվավ, որպեսզի մեզ ամեն անօրությունից ազատ է, մաքրե, իրան սեփական ժողովուրդն է բարի
գործերին նախանձավոր։ Այդ բաները խոսե, հորթորե, հանդիմանե բոլորովին սաստելով, չլա որ մեկը քեզ անարգի։ Մաքրե սեփական ժողովուրդ անե բարի գործերի նախանձավոր, այսինքն փրկված մարդը պետք է բարեգործ լինի։ Եթե նա բարեգործ չի, խոսում է որ նա փրկված չի։ Ինչ բարեգործ։ Սոված էի կերակրեցիք, ծարավ էի ջուր տվեցիք, հիվանդ էի դերս եկաք, օտարական էի ներս առիք, պատահմա օտարական մարդը գալիս է, չէ։ Մարդ կա աբրանքա ծախում, մարդ կա փողը հավաքում, օտարական մարդը։ Հիվանդի համարա, տարբեր բանի համարա, տարբեր գալիս է։ Պատկերացրեք, գալիս է հավատացյալի դուռը։ Բրիկ ջան, ինչ կլինի, այս գիշեր քնեմ ձեր տուն։ Ասում է, դե լերջը չի ընդունում։ Մի ձևով խռի կատալում։ Օտարական է, ներս առ։ Եղել է դեպքեր, քուրիկները ներս են առել։ Տարել են տուն, ոտերն են լվացել։ Օտարականի ներս են առել, ոտերն են լվացել, հաց են տվել, ջուր են տվել, ասեն ուզում ես լողանաս, լողացրել է օտարական կնոջը։ Բայց Հիսուսի մասին չեն խոսացել։ Այս կին ասել է, ես սենց մարդ չեմ տեսել, դու ովքեր եք։ Ասել եմ մենք քրիստոնյա ենք։ Այդ կին ապաշխարում է։ Բարեգործությունը մարդկանց ապաշխարություն է բերում։ Ես հիշում եմ ծերանոցում մի հատ երիտասարդ տղա կար 20 քանի տարեկան։ Իրանց հարազատները բերել են գցերին ծերանոց ու մի օր չէին ասել է, մի օր որ գնում էինք ծերանոց, սաղին էլ գուլոգներ էինք տալիս, բաժանում էինք սիրին։ Հենց հանդում ես տուն, գուլոգ տալիս հետո մի հատ ջիգյարով համբյուրում էի։ Առաջի անգամ որ համբյուրեցիս, սա սենց նայեց երկին, կարծուկներ աշկերին, հազիվ էլ կարում էր խոսել։ Ասեց ես նոր հասկացա, որ Աստված հոգի է։ Իր հարազատները մի օր չէին եկել։ Սիրելիներ, ես տեսել եմ բան, տեսել եմ, որ աշխարհի մեջ, հավատացյալի մեջ տես բան չեմ տեսել։ Ես ծերանոցում տեսել եմ մի բան։ Հիշում եմ 21 տարեկան աղջիկ էր։ Բադի պես ոտերի վրա քրքաշեթում էր, չէր քելում։ Ոնց որ ծնգի վրա քրքաշետաս։ Հասկացաք, չէ՞։ Ծնգի վրա ասպես քրքաշետաս։ Երբ որ գուլոգ էինք բաժանում, արդեն ճանաչում էինք, էլի։ Ասի, Ազիզ ջան, քեզ համարել եմ ուզում տալ, չենզի մի տվեք։ Ասի, բում տանք, ասեց, դեղ անշարժ պարկած կա, որ չի կարում կելա, չի կարում տել, իմ բաժինը տվեք իրան։ Ես լաց եղա, ասի, կանչեք, սա երեխեքին կանչեցի հավատացյալներին, պերսոնալին կանչեցի, ասի, ամբողջ Հայաստանում ղեկավարությունից բռնած, բոլոր կրթական օրգաններից բռնած, բոլոր տեղերից բռնած, այս երեխու չափ հավատք խիղճ չունեն։ Տեսնում եք, ինքը սոված է, ինքը բաց ասում է, ես կարամ քրքաշ գալով ինձ ուտելիք ճանեմ, իմը տարեք տվեք դրան։ Այսպիսի մարդիկ կան աշխարհում, բայց մեր հավատացյալն ասի, դուք այդպես չեք, ասի, ոչ էլ ես եմ այդպես։ Աստված տա մենք բարեգործ լինենք։ Եթե բարեգործությունը քո կյանքի մաս չի կազմում, ես նորից եմ ասում, նորից եմ կրկնում, չփրկված մարդը բարեգործ լինել չի կարող է ձևական արտիստություն անի, իբր ցույց տա որ անում է։ Եղել է ինչ բարեգործություն են կարել։ Եղել է քույրիկ, ոտից ծնգից ներքև ոտը նեխած է եղել, որդերը ոտի մեջ
թարախը հոսում էր, պարկ էին հագցնում։ Ես չեմ զզվել, այդ պարկը փոխել եմ, մաքրել եմ, որդերն էլ հանել եմ, որտեղ անդադ որդերը արտադրում էին։ Բարեգործ եղեք։ Խիղճի նկատմամբ, որբի նկատմամբ, որբևարու նկատմամբ։ Գութ ունեցեք, իրար մի առամարեք, իրար վերևից մի նայեք, բարեգործ մարդը, նա ծառա մարդը, նա Աստծու ծառանա, ժողովրդին ծառայում է, ինչ մարդ ուզում ալնի, ասենք ճանապարհից գնում ենք, տենում ենք ավարիա եղել, չէ՞։ Մարդկա քշում է գնում, այս իրեն պետք էլ չի, ինչ կլի։ Բայց պատահում է քշում գնում, հետո իմանում է իր հարազատ հոգևոր եղբայրն է։ Հետո է իմանում, կայներ աղբորը տոկներ, գոնե աղբորը տոկներ։ Մարդիկ ան քշում ու գնում են։ Չէ որ նա մարդ է, կարող անգել է, կարող այդ պահին քո կարիք ունի։ Մենք բարեգործ պետք է լինենք, ընկածին օգնող պետք է լինենք։ Ես Տիրոջ փառքի համար եմ ասում սա, ինձ որտեղ ես ապրում եմ հիմա, որտեղ ապրել եմ 60 քանի տարի Ջանֆիդայում, ինչ չեն ճանաչում որպես քարոզիչ, իրանք չգիտեն ես հովիվ եմ, երեց եմ, դες բաները չգիտեն, դրանք խաբար չեն, անավատները խաբար չեն, նրանք չգիտեն, դες բաներ չեն իմանում, բայց գիտեն, որ ես նեղյալի կողքի կայնող մարդ եմ, ինչքան անտեր մեռելներ ենք թաղել, այդ բարեգործությամբ, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն ձեր հորը, մենք այսօր շատերս բարեգործ չենք, գութ չունենք, խիղճ չունենք, ես Տիրոջ փառքի համար եմ ասում սա, որ գալիս են այստեղ, որոնց ճանաչում եմ ես, որոնց գիտեմ, որբ երեխա գիտեմ, որբևարիներ գիտեմ, գալիս են այստեղ, ես ճանաչելով հանդերձ, ոչ մեկի նկատմամբ անտարբեր չենք անցնում, որ ձեռներից փողն ենք վերցնում և օգնում ենք շատ երկում։ Ես հասկանում եմ, որբին, որբևարին պետք է օգնել նեղության ժամանակ։ Տիրոջ խոսքն է գրում դա, սիրելիներ, ես աղաչում եմ ձեզ, աշխատեք փրկվել, որ փրկվեք գութ կլծվի ձեր մեջ։ Եթե ես չփրկվեի, այդպես բարեգործություն չէ, նորից եմ ասում, ինձ չեն ճանաչում որպես քարոզիչ, որպես եսիմ ինչ ճանաչում են խեղճին օգնող մարդ։ Մեր հարևանության մեջ ինչքան խեղճ մարդ տեսել եմ, ոչ մեկի կողքով անտարբեր չեմ անցել, տեսել եմ, անցել եմ գործ անում, գնացել եմ օգնել եմ, կապ չունի ինչ է ստացվում։ Ես վերջերս ես գյուղում որ ապրում եմ, մի հատ հեր չունեցող, հեր ունի, բայց բաժանված են։ Խեղճ տղեն ուզում էր 5 թափեր, դոմիկում էին, ուզում էր 5 թափեր։ Ցեմենտ ավազը խառնել է, մեծ կալ, ընկերները չեն եկել։ Ես էլ անցնում էի, տուն էի եթում։ Գնացի շորս փոխեցի, սապոգներս հակա, լապատկես վերցի եկա։ Քանի օր օգնեցի, հոգևոր գործել չգնացի, օգնեցի այդ որբևարի հիմքը թափեցի։ Նրանք շատ վատ էին մեր նկատմամբ, շատ վատ, բայց այնպես փոխվան, որ ես վերջերս մեր հետ եկել էր ստեղ լագեր անգամ։ Մարդին միայն բարեգործությամբ կարող ես հաղթել, կարդամ լսի սովորի, սովորելա պետք է, ովքեր բարեգործություն անել չեն սիրում, նրանք հոգևոր մարդիկ չեն, նրանք փրկված չեն, նրանք փրկություն չեն հասկանում, տեսեք ինչ ասում, վանզի Աստծո կամքը այսպես է, նայեք Աստծո կամքը, բարեգործ ըլալով անխելք մարդկանց տգիտությունը պապանձեցրեք,
Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 1-ից 15